Բարև ձեզ, եթերում Բանաձև նախագիծն է 2014 թվականի հունվարի 1-ից սկսելու է գործել կենսաթոշակային կուտակային նոր համակարգ։ Այս առիթով Արմյուզը ստանում է բազմաթիվ հեռախոսազանգեր, քաղաքացիները անհանգստացած են կամ տեղյակ չեն դրա մանրամասներից։ Համառոտ տեղեկանքից եւ գովազդից հետո բոլոր հարցերի պատասխանները կտա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նա կլինի Բանաձևի տաղավարում, իսկ մինչեւ այդ տեղեկանք եւ գովազդ։ Ըստ կառավարության կենսաթոշակային բարեփոխման էությունն այն է, որ պետության հետ համատեղ յուրաքանչյուր աշխատող իր վրա է վերցնում բարեկեցիկ ծերության ապահովման պատասխանատվությունը, որպեսզի անցումն առավել մոտիվացված լինի, պետությունն իր վրա է վերցնում խնայողության հաշվին փոխանցումների կրկնակի ավելացումը։ Կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում առաջին քայլը կդառնա անհատական հաշիվների եւ էլեկտրոնային հաշվետվության համակարգի ներդրումը։ Պետությունը պատրաստ է ծածկել այն ռիսկերը, որոնք կապված են փոխարժեքի տատանումների եւ գնաճի հետ, երաշխավորել քաղաքացիների միջոցների պահպանումը ամենահուսալի ակտիվներում, ինչպես նաև բնակչության եկամուտներ չունեցող խոցելի շերտերի համար սոցիալական երաշխիքներ ապահովել։ Երբ, ինչու, ինչպես պարտադիր եւ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի իրազեկման Բանաձև։ Եվ այսպես տիկնակ է պարոնայք, Բանաձևի տաղավարում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, բարև ձեզ պարոն Ասատրյան։ Նախ առաջի հարցը, որ գործատուներին է վերաբերում, ինչ է լինել, ինչպես են գործատուները վարելու, ինչպես են հարկերը մուծելու ըստ աշխատողների, նրանք, որոնք ծնվել են 1974-ից հետո եւ 74-ից առաջ։ Ինչպես գիտեք, արդեն 13 թվականի հունվարից ուժի մեջ է մտել եկամտային հարկի մասին օրենքը եւ բացառապես էլեկտրոնային հաշվետվություններ են ներկայացնում մեր գործատուները իրենց վարձաշխատողների համար։ Եվ ըստ էության որևէ դժվարություն չի լինելու, բացի եկամտային հարկից, սկսած 2014 թվականի հունվար ամսից, գործատուները, նաեւ բոլոր այն աշխատողների համար, ովքեր ծնվել են 74 թվականի հունվարի 1-ից հետո, կփոխանցեն պարտադիր կուտակային վճարները 5%-ի չափով եւ կներկայացնեն էլեկտրոնային հաշվետվությունը նաեւ։ Իսկ նրանք, ովքեր ծնվել են մինչև 74 թվականը, էլի կփոխանցեն։ Շարունակեն եկամտային հարկի վճարումները համապատասխան էլեկտրոնային հաշվետվությունների միջոցով առանց պարտադիր կուտակային վճարի։ Եվ ըստ էության ձեռնտու կլինի ընդունել աշխատանքի 74 40-ից բարձր տարիքի մարդկանց։ Ես այդպես չի ասի։ Ի վերջո պարտադիր կուտակային վճարը դա անձի խնայողությունն է, անձի հետաձգված աշխատավարձն է, անձի վաղվա կենսաթոշակային ապահովության գրավականն է։ Հասկանալի է, պարոն նախարար, բայց դա շատ երկար ժամանակ, տարիներ ու տասնամյակներ են պետք, որպեսզի գործատուները եւ աշխատողները հասկանան, որ ի վերջո դա աշխատողի գումարն է, այդ կուլտուրան է, այդ ամեն ինչը մտնի։ Մինչեւ այդ գործատուն նայելու է։ Մեկ օր պետք է սկսել, որ 45-ամյա Արտեմը, չգիտեմ, իր համար վճարում եմ 15000 դրամ, 38-ամյա Սարգսի համար վճարում եմ, չգիտեմ, 52000 դրամ, ում ընդունեմ աշխատանքի։ Այս դեպքում մենք պիտի նկատի ունենանք հետևյալը, որ յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր անձ, որը գործատուի մոտ աշխատանքի անցնում, առաջին հերթին նախ իր որակավորման համար է աշխատանքի անցնում։ Ես կարծում եմ, որ մեր գործատուները առաջին հերթին գնահատում են աշխատանքի ընդունելիս անձի կարողությունները, որ տարիքից կամ այդ սահմանային շեմից դրդված մարդիկ կարող են դիմել։ Մենք միշտ մոռանում ենք այն մասը, որ այդ կուտակային վճարները անձի սեփականությունն են։ Եվ բացի այդ 5%-ից, որ անձի աշխատավարձից է վճարվելու, նաև պետության կողմից վճարվելու է 5% ևս տվյալ անձի անհատական կուտակային հաշիվների։ Այո, եւ գործատուն ասելու ինչի ընդունեմ մեկին 38 տարեկան, որ իր համար ես վճարեմ, միևնույն է, որովհետեւ բոլորի մոտ հետեւյալն է, բոլորը պայմանավորվում են մաքուր աշխատավարձ։ Եվ դա ակնհայտ է։ Մարդուն ընդունում են աշխատանքի, ասում են որքան է լինելու իմ մաքուր աշխատավարձ, ասում են 150000։ Եթե նա 38 տարեկան է, ապա հարկը կուտակայինի վճարը լինելու է գործատուի վրա։ Եթե նա 42 տարեկան է, լինելու է արդեն օքեյ, այսինքն այդ վճարը չի լինելու։ Բայց մենք սիրում ենք, չէ՞, օրինակներ բերել այլ երկրներից, հատկապես զարգացած եւ այլը, նշելով, որ այնտեղ ամեն ինչ մաքուր աշխատավարձ է վճարվում, այն աշխատավարձը, ինչ որ ցույց է տրվում, դա էլ վճարվում է, կատարվում են հարկերը, կատարվում են պարտադիր վճարները եւ մենք բոլորս նաև կարծես ողջևորվում ենք, որ այլ երկրներում օրենքն ու օրենսդրությունը ամբողջությամբ կիրառվում է։ Բայց երկրներում էլ մենք հարցնում աշխատավարձը մինչև հարկերը եւ հարկերից հետո։ Բայց նույն այդ երկրներում գործատուն վճարում է լրացուցիչ կենսաթոշակային վճարներ իր աշխատողների համար։ Եվ դա արդեն տասնամյակներ շարունակ, նույնիսկ 100-ամյակ ձևավորված համակարգեր են։ Մենք այսօր նոր ենք սկսում այդ համակարգը ներդնելը։
Եվ այս ձևաչափը ներդրման կարծում եմ միակ ճանապարհն է, որպեսզի մենք կարողանանք այն կարևորագույն մարտահրավերներից, որոնց առաջ մենք հիմա կանգնած ենք, լուծումներ տանք դրան ժամանակի ընթացքում։ Նորից եմ կրկնում հարցս, դուք մտավախություն չունեք, որ կլինի այսպիսի մանիպուլյացիա, երբ որ մարդիկ 40-ից ցածր տարիքի մարդկանց ուղղակի աշխատանքից կհանեն զուտ այդ 5%-ը Ես չեմ կարծում, որ գործատուները, որոնք այսօր աշխատանքի արդյունքում են ձևավորում իրենց արդյունքները եւ իրենց աշխատողների որակավորմամբ եւ մյուս պահանջներով է պայմանավորված տվյալ գործատուի աշխատանքի արդյունավետությունը տարիքային այսպես սահմանափակումներ կիրառի։ Ինչ է լինելու այն մարդկանց հետ, ովքեր որ օրինակ ծնվել են 1977 թվականին, բայց չեն ընդգրկվել կൂട്ടակային պարտադիր համակարգում։ Չեն ընդգրկվել, որովհետև վարձու աշխատող չեն կամ անաձեռնարկատեր չեն կամ նոտար չեն։ Սա շատ կարևոր հարց է։ Կենսաթոշակային համակարգի վերաբերյալ երբ տեղեկատվություն է տրամադրվում եւ սահմանափակ, դա իրոք ապա տեղեկատվություն է առաջացնում։ Այս համակարգը, որը ներդրվում է Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության բազմաշրջան կենսաթոշակային համակարգ է։ Եվ մենք կൂട്ടակային համակարգ ներդնելով երբևէ չենք դադարեցել, երբևէ չենք խոսել նրա մասին, որ պետական կենսաթոշակային ապահովություն չի լինելու։ Այդ թվում կൂട്ടակային համակարգի մասնակիցների եւ ոչ մասնակիցների համար։ Այսինքն պետական կենսաթոշակները շարունակել են որպես հիմնական սոցիալական երաշխիք գործել բոլոր անձանց համար, եւ բոլոր ժամանակներում։ Եվ բոլոր ժամանակներում, այո։ Եվ նաեւ ռազմավարությունը, որը ամրագրված է, նախատեսում է, որ պետական կենսաթոշակը դա պիտի լինի նվազագույն սոցիալական երաշխիքներն ապահովող կենսաթոշակ, այսինքն դա պիտի ապահովի նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումար, իսկ արդեն կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի միջոցով պիտի գործի իրական կենսաթոշակի մեխանիզմը, իսկ կենսաթոշակը դա իրենից ներկայացնում է կորցրած եկամտի փոխհատուցում, տվյալ դեպքում տարիքի պատճառով։ Բայց ամբողջ այս կենսաթոշակային համակարգի փիլիսոփայությունը եւ ներդնելու նպատակը հետեւյալն էր, որ պետությունը խոստովանում է, որ իր պետբյուջեի ահռելի մասը գնում են սոցիալական վճարներին, ավելին աշխատողները պահում են տարեցներին եւ համամասնությունը քչանում է։ Եթե պետությունը սենսանեց այդ կենսաթոշակը վճարելու էր, ընդ որում կառավարությունը հանձն է առել, որպեսզի դա նվազագույն ապրելու պայմաններին բավարարի, այսինքն այդ կենսաթոշակը բարձրանալու է։ Բայց դա չի կարող։ Ինչի համար էր պետք է ամբողջ սիրբորը, որ բոլորը սահաբագեցին։ Որովհետև պիտի նայեն կենսաթոշակի էությանը, բայց չի կարողանալու ապահովի երբևէ աշխատավարձ կենսաթոշակ 40% հարաբերակցությունը, որը ընդունելի գործակիցն է կենսաթոշակի համար։ Այսինքն կենսաթոշակը կարող է լինել նվազագույն սպառողական զամբյուղին բավարարող, բայց չլինի 40%-ը նախկին եկամտի։ Ի վերջո կենսաթոշակը դա կորցրած եկամտի փոխհատուցում է։ Այս համակարգի ներդրումը հենց այդ կարևորագույն խնդիրն է լուծելու, այսինքն ի լրում են գործող համակարգերի երկու բաղադրիչների, եւս երկու բաղադրիչների ներդրումը պարտադիր եւ կամավոր կൂട്ടակային համակարգերի լուծելու այդ խնդիրը։ Սոված չմնալու ապրելու համար պետք է 40,000 դրամ, պետությունը դա կտա այդ 40։ Դա պիտի տա, այո։ Բայց եթե օրինակ ես ժամանակին աշխատել եմ ստացել եմ 500,000 դրամ, գոնե 250,000 դրամ պետք է ունենամ։ Շատ բարձ օրինակ եք բերում եւ ճիշտ օրինակ է դա։ Այսինքն աշխատող անձը այսօր ինչ գումարով է աշխատում, որևէ նշանակություն չունի ոչ միայն տվյալ աշխատողի համար, այսինքն ինչ գումար է արձանագրվում հաշվետվություններում, ոչ միայն աշխատողի համար, այլ նաև գործատուի համար, եւ այս շրջանակներում ստացվում է, որ ձեր նշած զուտ պայմանավորվածության շրջանակներում կարող է տեղի ունենալ հենց այդ գումարների վճարումները եւ ցույց տրվի մի այլ գումար իրական հաշվետվություններով եւ վճարումները կատարվեն ցույց տրված, որ իրականում ավելի նվազ է վճարվող գումարից։ Այս դեպքում այստեղ նաև շահագրգռվածությունն է մեծանում, մյուս կողմից նաև քաղաքացիների պատասխանատվությունը։ Ի վերջո, եթե այսօր աշխատող անձը որոշել է, որ իրեն վճարվող աշխատավարձը եւ ցույց տրվող աշխատավարձը այդպիսին են եւ ինքը իր որոշումը կայացրել է, վաղը պետական կենսաթոշակը միայն կարող է ակնկալիք որպես ունենա, գումարած եթե ինքը նկատի ունենալով այսօրվա իր կողմից բարձր աշխատավարձերի եւ դրանց կատարվող վճարումները ակնկալիք ունի ավելի բարձր կենսաթոշակ եւ համադրելի իր աշխատավարձի հետ, ուրեմն պիտի կൂട്ടակային համակարգի մասնակցությունը ապահովված։ Եվ վերադառնալով հարցին, եթե մարդը համակարգում չէ եւ երիտասարդ է մինչեւ 40 տարեկան, ուրեմն միայն պետական կենսաթոշակ կստանա։ Արդյոք լուծվել է գյուղատնտեսական ոլորտի զբաղվածության խնդիրը։ Զբաղվածության Ագարակատերերի, գյուղատնտեսական ընդգրկման։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում գյուղատնտեսական հողերի սեփականատերի կամ գյուղատնտեսությամբ զբաղվողների կենսաթոշակային առանձին սխեմաներ են գործում։ Մեր դեպքում, եթե հիշում եք, մինչև 2002 թվականը նաև գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերը վճարում էին սոցիալական վճարներ։
Հետո դադարեցվեց այդ վճարների հավաքագրումը, քանի որ համարեցին, որ նատուրալ տնտեսություններ են եւ այդ անձանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճար դնելը դա ուղղակի լրացիչ բեռ է։ Պետության երաշխավորված կենսաթոշակի պարագայում այդ կատեգորիաների համար այսօր լրացուցիչ որևէ համակարգ չի առաջարկվել։ Եթե գյուղատնտեսական նշանակության ուղերի սեփական տերը կհանդիսանան միևնույն ժամանակ նաև անաձեռնարկատեր կամ վարձու աշխատող, ապա այդ դեպքում ընդգրկված կլինեն։ Եթե ոչ, իրենց համար գործելու է պետական երաշխիքային կենսաթոշակը։ Այսինքն պարտադիր կൂട്ടակային համակարգի մասնակցությունը գյուղատնտեսական նշանակության ուղերի սեփական տերի չի նախատեսվել։ Հետագայում, եթե անհրաժեշտ լինի, կարող են ձևավորվել առանձին սխեմաներ կենսաթոշակային,